Բարեձեր եթերում բանաձև նախագիծն է, շուտով կսկսվի նախագահական ընտրությունների ընտրարշավը եւ գլխավոր հարցը բնականաբար Քարոզ Արշավի լուսաբանումն է, դա մասնավորապես վերաբերում է մեզ բոլորիս, ինչպես է այն իրականացվում Միացյալ Նահանգներում, որոնք են ընդհանրապես նախագահական ընտրությունների ընտրարշավի նրբությունները։ Այս մասն ենք այսօր խոսելու քիչ անց։ ԱՄՆ նախագահական ընտրարշավն անցավ բուռն բանավեճերի ու փոխադարձ մեղադրանքների տարափում, նույնիսկ ամենաժողովրդավարներն են կատաղում մրցապայքարում։ Երկու հիմնական տեխնացուներն ու նրանց աջակցող մամուլը կատաղի մենան բարտի են դուրս եկել, որտեղ պիտակավորման գործում երևակայություն եւ ջանք չէին խնայում։ Ինչու են Քարոզ արշավներն այսքան կատաղի, որոնք են ընտրական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքներն ու դրանց կիրառումը եւ որքան կարեւոր է բանավեճերը տեխնացուների եւ ընտրողների համար։ Ամերիկյան ընտրական բանաձև։ Եվ այսպես, ընտրությունների և ընտրությունները լուսաբանելու լրագրողական աշխատանքի նրբությունների մասին այսօր խոսելու ենք ամերիկացի ամենահայտնի լրագրողներից մեկ, այսպես ասած վետերան լրագրող Ջիմ Թենգրովի հետ։ Բարի երեկո, պարոն Քենրոֆ։ Բարի երեկո, Արտակ։ Նախ եւ առաջ դուք գոհ եք ԱՄՆ նախընտրական Քարոզ արշավի լուսաբանումից։ Այն իմ կարծիքով բավականին վատ է, որոշ մարդիկ կարծում են, որ դա ավելի շատ անձնական է եւ բոլորը նայում են դիմացինի սխալներին, չեն կենտրոնանում խնդիրների վրա։ Լրատվական գործակալություններն իհարկե լավ են աշխատում, բայց հիմնական լուսաբանումը շատ մակերեսային է։ Նախագահական կամ ընդհանրապես այլ համապետական ընտրությունները լուսաբանելիս Քարոզ արշավի ժամանակ ինչն է կարևոր։ Խնդիրները, այն ինչ հետաքրքրում է եւ կարեւոր է մարդկանց համար, երբ Ամերիկայում ես Քարոզ արշավ էի լուսաբանում, լիներ դա նախագահական, կոնգրեսական թե սենատի, ես փորձում էի քաղաքներ, գյուղեր գնալ, հանդիպել, զրուցել մարդկանց հետ, հենց մարդկանցից տեղեկանալ, տեղում ծանոթանալ նրանց խնդիրներին, որովհետեւ շատ հաճախ տեխնացուները այդ խնդիրների մասին տեղեկանում են իրենց օգնականներից։ Ճիշտն այն է, երբ մարդկանց խնդիրների մասին հենց իրենցից ես տեղեկանում, ոչ թե երրորդ անձից։ Ձեր կարծիքով ընտրողները տեխնացուների նոր նախընտրական ծրագրին պետք է ծանոթանան, թե նախորդ նախընտրական ծրագրի իրականացված ու չիրականացված աշխատանքների վրա հիմնվելով կարծիք կազմեն տվյալ տեխնացուի մասին։ Իհարկե բոլոր քաղաքական գործիչներն էլ խոստումներ են տալիս, որոնք հետագայում չեն կարողանում իրականացնել, որովհետև դա անհնար է։ Օրինակ 2007-ին Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում 100,000-ավոր նոր աշխատատեղեր ստեղծել, բայց տնտեսությունն այդքան չզարգացավ, որքան որ նա հույս ուներ։ Այժմ նա գիտակցում է դա։ Վերջերս նոր հրապարակումներ եղան աշխատատեղերի ստեղծման մասին եւ նա գոհ չէ դրանից։ Իհարկե շատ կարեւոր է, որ քաղաքական գործիչները հաշվետու լինեն եւ իրենց խոստումների համար պատասխան տան։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդամենը մի բանավեճ տեղի ունեցավ։ Ինչպես կարելի է համոզել կամ ինչ անել, որ տեխնացուները մասնակցեն բանավեճերին։ Ինչպես դա իրականացվեց Ամերիկայում։ 1960 թվականին է դա սկսել, երբ երկու կոնգրեսականներ Ռիչարդ Նիքսոնը եւ Ջոն Քենեդին էին պայքարում հեռուստատեսությունը նոր է CSBC լրատվական ալիքը որոշեց տեխնացուներին հավաքել մեկ սենյակում։ Գիտեք, իրականում ոչ մի հետաքրքիր կամ կարևոր բան չասվեց այդ առաջին բանավեճի ժամանակ, բայց բուն հանգամանքը շատ կարևոր էր, ինչը նախադեպ դարձավ։ Ջոն Քենեդին շատ լավ տեսք ուներ, համակրելի էր, իսկ Նիքսոնը մի տեսակ գունազրկված էր այդ ժամանակ, վատառողջ չէր, բայց միլիոնավոր մարդիկ ականատես եղան, թե ինչպես երկու տեխնացուներ առանց նախապատրաստվելու, առանց ինչ-որ տեքստեր կարդալու, ուղղակի շփվում, խոսում են միմյանց հետ։ Այդպես ամեն ինչ սկսվեց։ Հետո մի պատ դադարեց, բայց 1976-ից սկսած ամեն անգամ հեռուստաբանավեճ է կազմակերպվում։ Դրանք պարտադիր չեն, բայց ցանկացած տեխնացու, որն ընտրություններին լուրջ է վերաբերում, լինի դա կոնգրես թե ներկայացուցիչների պալատ, տեխնացուների կողմից բանավեճին չմասնակցելը հիմարություն կլինի։ Այսինքն ըստ ձեզ դա Քարոզ արշավի կարևորագույն կետերից մեկն է։ Դե, որովհետև մարդիկ ենթադրում են, որ եթե տեխնացուները հրաժարվում են բանավեճերից, ինչ-որ բան արդեն իսկ կասկածելի է։ Գուցե թաքցնելու բան ունի տվյալ տեխնացուն։ Բանավեճի պատմության մասին մենք վավերագրական ֆիլմ ենք նկարել, որտեղ արդեն ընտրված տեխնացուներն են խոսում։ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, նույնիսկ պարտվող տեխնացուները Ջոն Քերին, Մայքլ Դուքակիսը։ Նրանց մի մասը կողմ է բանավեճի գաղափարին, նույնիսկ նրանցից մեկը նկատեց, որ բանավեճը հնարավորություն է տալիս այնպիսի հարցերի անդրադառնալ, որոնք նույնիսկ մտքներով չի անցել նախկինում խոսել, եւ որ հենց այդ խնդիրներն են հուզում մարդկանց։ Բանավեճը նաեւ տեխնացուների անմիջական լինելու հնարավորություն է տալիս։ Օրինակ Ջորջ Բուշն իր առաջին բանավեճի ժամանակ կատակ արեց ասելով, որ անգլերենն իր երկրորդ լեզուն է, բայց նա ամեն դեպքում շատ հաջող տեխնացու էր։ Խոսքն ավակ Բուշի մասին է։ Այո, նրա մասին է շատ լարված էր եւ անընդհատ կմկում
ակնկալում էր, դրա համար այդ կատակն արեց։ Գիտեք ինչ ասաց Բուշը, որ բանավեճը շատ մեծ լարվածություն է առաջացնում, ստիպված շատ բաների մասին ես մտածում, բայց միևնույն է, 88-ի ընտրություններում նա հաղթեց։ Իհարկե 1992-ին նա Բիլ Քլինթոնի հետ էր բանավիճում, իսկ Քլինթոնն ուղղակի բանավեճերի մեծ վարպետ է։ Ինչպես ստիպել մեր թեկնածուներին բանավեճի մասնակցել։ Ամերիկայում հեշտ է, որովհետև այնտեղ բանավեճի մեծ մշակույթ կա։ Քաղաքացիները, ընտրողները պետք է պահանջեն, որ թեկնածուները մասնակցեն բանավեճերին, եթե ինչ-որ մեկը համաձայնի, դա շղթայական էֆեկտ կունենա։ Պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի քաղաքական գործիչները հնարավորինս շատ շփվեն քաղաքացիների հետ առանց տեքստի, առանց նախապատրաստվելու։ Ամերիկայում կոնգրեսական որոշ պաշտոնների համար թեկնածուները մեկ-մեկ չեն մասնակցում, որովհետև վստահ են, որ հաղթելու են բանավեճերում, բայց սենատի կամ նախագահական ընտրությունների համար նրանք այլընտրանք չունեն, պետք է մասնակցեն։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ես ուսումնասիրում էի բոլոր հեռուստաալիքների եթերները, բոլորը շատ զգույշ էին, փորձում էին բոլոր կուսակցությունների մասին խոսել, բայց հետո երբ նայում ես վիճակագրությանը, երևում է, որ նույն մտքերը կրկնվել են։ Ձեր կարծիքով ինչ կարելի է անել, որ քարոզարշավը բազմազան ու հետաքրքիր լինի էկրանին։ Դրա համար նախ լավ լրագրողներ են անհրաժեշտ։ Ես Վաշինգտոնում 21 տարի մի լրատվական ալիքում եմ աշխատել, որտեղ բանավեճերը Ջիմ Լեյերն էր կազմակերպում, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերին կայացավ Օբամայի եւ Ռոմնիի բանավեճը։ Լեյերն այն քչերից է, որ ամեն ինչից տեղյակ է, գիտի թե ինչ հարցեր տա։ Ջիմ Լեյերը միշտ հետևում է քարոզարշավներին, հարցեր մշակում, ուսումնասիրում է թեկնածուների անցած ճանապարհը, նրանց փորձը, փաստեր է հավաքում, փորփրում։ Իսկ Ջիմ Լեյերը խմբագիր ունի, ով հարցերի հետ կապված նրան օգնում է։ Իհարկե ոչ։ Իսկ ինչպես է դա նրան հաջողվում։ Երևի պատճառն այն է, որ նրան վստահում են, հենց դա է լրագրության ուժը։ Դու վստահություն ես ստանում եւ երկու կողմերը համաձայնում են, որ դու վարես բանավեճը։ Այժմ ավելացել է նաև օնլայն հանդիսատեսը, որոնք հարցեր են տալիս թեկնածուներին։ Այո, տեխնոլոգիաները գնալով զարգանում են եւ դրան զուգահեռ բանավեճերը փոփոխություն են կրել։ Ոչն է փոխվել է բանավեճի ժամանակ թեկնածուների վարվելաձևը։ Ինչպես պայքարել այն երևույթի դեմ, երբ հակառակ կողմերը հակաքարոզչությամբ են զբաղվում։ Հնարավոր է, որ դրա մեջ ճշմարտություն լինի, բայց դա օրենքով արգելվում է։ Նորից դա կախված է լրագրողներից, մարդկանցից, ովքեր դիտում ու լսում են այդ ամենը, որովհետև նրանք են ընտրության որոշումը կայացնում։ Եթե փաստերն աղավաղելուց կամ ստելուց քաղաքական գործիչին բան չի լինում, ու միևնույն է մարդիկ ընտրում են նման թեկնածուներին, ապա գիտեք ինչ ժողովրդավարությունն այն է, ինչ մարդիկ են ուզում եւ ստանում են այն ժողովրդավարությունը, որն ընտրում են։ Մի բան հստակ է. Եթե փոփոխություն են ուզում, պետք է անեն, ու եթե մարդիկ չցանկանան, որ թեկնածուներն իրենց այդպես դրսևորեն, ուշ թե շուտ այդպես էլ կլինի։ Սա ձեր առաջին այցն է Հայաստան, ճիշտ է։ Այո։ Ինչ տպավորություն ստացաք մեր երկրից։ Ընդամենը մի քանի օր եմ ես այստեղ, մի քանի օր էլ Վրաստանում եմ եղել, զգում եմ այն հակադրությունը, որը կա իշխանության եւ ընդդիմության միջև։ Անկեղծ ասեմ, ես նկատեցի, որ լրագրությունն այնքան էլ օբյեկտիվ չէ։ Իդեպ ձեր հեռուստաընկերության մասին ես լավ կարծիքի եմ, լսել եմ, որ բավականին պրոֆեսիոնալ թիմ է աշխատում եւ օբյեկտիվ է աշխատում, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես 2008-ին նաև եղել եմ Ադրբեջանում, երբ Ալիևն էր ընտրություններին մասնակցում։ Նրանց մոտ հանրային հեռուստատեսության բանավեճ տեղի ունեցավ։ 8 թեկնածու էր նստած բանավեճի սեղանի շուրջ։ Ալիևն էլ էր նրանց մեջ։ Ոչ, Ալիևը չէր մասնակցում, նա ասաց, որ չի բանավիճելու, որովհետև արդեն գիտեր, որ ինքն է ընտրվելու։ Մնացածը մասնակցեցին բանավեճին, իսկ Ալիևը խուսափեց մասնակցությունից, արդեն իսկ խիստ նախագահական կեցվածքով։ Ինչ եք կարծում, դա խելացի քայլ էր նրա կողմից։ Դե նա վերընտրվեց, ուներ նաև խորհրդարանի աջակցությունը, բայց 1976-ին, երբ Ջերարդ Ֆորդը Ջիմմի Քարտերի հետ էր մասնակցում նախագահական ընտրություններին, նախագահ Ֆորդը հանրային կարծիքի շատ ցածր վարկանիշ ուներ ու փորձում էր ամեն ինչ անել, որ բարձրացնի իր վարկանիշը։ Նա ընդունեց բանավեճի առաջարկը, ինչը սխալ էր։ Նրան Լեհաստանի սովետական գերիշխանությունից հարցրին, իսկ նա պատասխանեց, որ նման բան չկա Լեհաստանում, չնայած որ հենց Լեհաստանում տասնյակ հազար սովետական զորք կար։ Լրագրողը նորից կրկնեց հարցը ու կրկին ստացավ նույն պատասխանը։ Ջիմմի Քարտերն էլ զգաց, որ դիմացինը սխալ է թույլ տալիս, նույնիսկ հետո խոստովանել էր, որ ուզեցել է միջամտել եւ ուղղել Ֆորդին։ Մի քանի օր հետո այդ թեման լրատվամիջոցներով զարգացավ, Ֆորդն էլ խոստովանեց, որ այդ կոպիտ վրիպակը կարող է ճակատագրական լինել։ Պարոն Քենգրով, շատ շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար, շատ հետաքրքիր էր։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ջիմ Քենգրովի հետ։ Մեր զրույցի առիթը ամերիկացի վետերան լրագրող, որը բազմիցս աշխատել է ամերիկյան
Հայաստան հանրային հեռուստաընկերությունում եւ խմբում, որը նաեւ հարցազրույցներ է անցկացրել նախագահների հետ։ Մեր զրույցի առիթը ընտրությունների լուսաբանում էր եւ ընտրարշավը։ Մենք խոսեցինք նաեւ բանավեճերի անհրաժեշտության եւ այդ կուլտուրայի մասին, այն մասին, որ հենց Միացյալ Նահանգներում առաջի բանավեճերը, հեռուստաբանավեճերը սկսվել են 60-ականներին, երբ առաջինը եղել է Ջիմ Քենեդին, որ Ռիչարդ Նիքսոնի հետ միասին մասնակցել է առաջին հեռուստաբանավեճին։ Մի խոսքով բանավեճերը ընտրությունների ժամանակ լավագույն պատե առիթն են եւ նաեւ միջոցը տեսնելու թե ով է եւ ինչեր է առաջարկում։ Հուսով եմ, որ սա նաեւ կողքեվորի մեր մասնակիցներին, քաղաքական գործիչներին մասնակցելու նաեւ հեռուստաբանավեճերին այստեղ նախագահական ընտրությունների ժամանակ։ Սա համառոտ, եթե դուք դիտում եք, հենց նոր միացրեցի Կարմյուզը, ես հիշեցնեմ, դուք դիտում եք Բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։